Բարի երեկո, առաջին ալիքի եթերում այլ ոճով հաղորդումն է։ Քրիստինեն ապագա մանկավարժ է և ուզում է ունենալ նորաձև և ժամանակակից ուսուցչի կերպար։ Ոճափոխությունը նրա համար նաև ինքնավստահություն ձեռք բերելու և ինքնագնահատականը բարձրացնելու հնարավորություն է։ Ողջույն Քրիստինե։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք։ Շնորհակալություն։ Քրիստինե, ուզում եմ պատմես, թե ինչպես որոշեցիր դիմել կերպարանափոխությանը այլ ոճով հաղորդմանը։ Քանի որ արդեն նշեցիք, որ ինձ պետք է կերպարանափոխությունը, ինքնավստահություն եւ ինքնագնահատական ձեռք բերելու համար, սա շատ լավ հնարավորություն էր ինձ դիմել հաղորդմանը, ստանալ ապագա մանկավարժի վեհ կերպար, ինչպես նաև ընտանիքիս անդամներին ապացուցել, որ կարող եմ ես ավելին։ Դեռ ընտանիքի անդամներին կվերադառնանք, բայց արի հասկանանք, թե ինչու ես ուզում կերպարանափոխության միջոցով էլ ավելի ինքնավստահ լինել։ Ինքնավստահությունս ձևակերպել է դեռ մանկուց ընտանիքում։ Ես եւ քույրս ինձանից ավելի կտրուկ ոճային փոփոխությունների է իրեն ենթարկում, իսկ մեծ է քույրդ։ Փոքրն է։ Իսկ ես տան մեջ լինելով ավելի փակ եմ, քան քույրիկը, եւ ես ցանկանում եմ ապացուցել, որ ես էլ կարող եմ կտրուկ փոփոխությունների ենթարկել ինձ, բարձրացնել իմ ինքնագնահատականը։ Իսկ ինչու ինքնուրույն ոճային փոփոխության երբեք չես դիմել։ Որովհետև այդ հարցում միշտ իրենց ներգործությունն են ունեցել մայրիկը եւ մորաքույրը, նրանք են զբաղվել իմ զգեստապահարանով, նրանք են թելադրել ինչ ոճային փոփոխություններ կատարեմ իմ մեջ։ Իսկ դու երբեք չես կարողացել նրանց մերժել եւ ասել ոչ, ինձ դա դուր չի գալիս, կամ ես ուզում եմ ինքնուրույն դիմել։ Ոչ, որովհետեւ ես ինքս չեմ կարողացել իմ կարծիքը արտահայտել։ Բայց հիմա հիմա շատ բան է փոխվել, թե դա կախված է եւ իմ մասնագիտության ընտրության հարցում։ Ես իմ մեջ ընդդիմացել եմ եւ ես ուզում եմ ասել նրանց, որ ես էլ կարող եմ ինքնուրույն ոչ ստեղծել ինձ համար։ Իսկ մասնագիտությունը ընտրել ես ինքնուրույն, թե ընտանիքի անդամների խորհրդով ես։ Ոչ, չնայած մի փոքր ընտանիքի անդամներն են խորհրդովել, բայց իր մեծ բուն մոտիվացիան եղել է իմ երջանկահիշատակ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին, որի շնորհիվ ես սիրել եմ թե առարկան, թե իր ուսուցչուհու մարդ տեսակը, նրանից ստացել ենք շատ մեծ հոգատարություն, որը հիմա շատ իմ մեջ բաց կա, շատ եմ կարոտել նրա խորհուրդները։ Քրիստինե, իսկ ընտանիքի անդամները գիտեն, որ դու դիմել ես կերպարանափոխությանը, եւ ինչպես են արձագանքել, եթե նրանք տեղյակ են այդ։ Մի փոքր բացասական, մի փոքր դրական ընդունվեց տանը։ Ում կողմից էր բացասական արձագանքը։ Տատիկի, որովհետեւ ինքը ինձ ասեց, որ դու կերպարանափոխության քարիք չունես, նաեւ մայրիկի։ Դրական ընդունել են հայրիկը եւ պապիկը։ Իսկ քույրիկը։ Քույրիկը 50-50 մտածեց ափսոս ես չեմ դիմել։ Քրիստինե, բայց ես ուզում եմ հասկանալ, ցածր ինքնագնահատական ունենալը դա գալիս է միայն ընտանիքից, թե նաև շրջապատից, մանկության տարիները կարող ենք այսպես հետ գնալ։ Բնականաբար շրջապատից էլ է դա գալիս, դպրոցից էլ, քանի որ շատ չեմ ունեցել դպրոցում ընկերներ ու կարելի ասել ցավոտ թեմայից համար բուլինգի եմ նաև ենթարկվել։ Ենթարկվել եմ ծաղրի նրա համար, որ ծնողներս բաժանված են եղել, ոչ այդքան պատշաճ հագուստներ եմ կրել, նաև դա է պատճառը։ Կարծում եմ, երբ գիտես խնդիրները որտեղից են գալիս, շատ ավելի հեշտ կարողանում ես ինքնուրույն լուծել եւ դու ճիշտ ճանապարհին ես։ Քիչ առաջ խոսում էիր քույրիկիդ մասին, որ շատ ավելի հաճախ է կտրուկ փոփոխություններ անում։ Կա այդպիսի տարբերություն, դու զգում ես ընտանիքի անդամներից տարբերություն դեպի քեզ, ինչպեսի վերաբերմունք է եւ դեպի փոքր քույրիկին։ Հա, բնականաբար զգում եմ, քույրիկին ավելի շատ են ոգեշնչում, մոտիվացնում, երես տալիս։ Նրա ոճերը ընդունվում են միանշանակ, իսկ երբ որ ես եմ ցանկանում ոճային փոփոխություններ անել, դա կլինի վարսերի հետ կապված դիմահարդարման, չի ընդունվում դա։ Իսկ դա որտեղից է գալիս ըստ քեզ։ Հստակ չես ասում, համոզված չես ասում։ Որ ծնողները երկուսից կարծիքն էլ հաշվի չեն առնում, ավելի շատ քույրիկի կարծիքն են հաշվի առնում, քան իմ կարծիքը։ Այստեղ ապացուցելու շատ բան ունենք, կարծում եմ, Քրիստինե։ Վարսերի հետ կապված ասեցիր, որ ոչ մի փոփոխություն չես արել եւ ունես գանգուր մազեր։ Դժվար չեն խնամելը։ Մի փոքր դժվար են, դիմել եմ հատուկ միջոցների, թե կերատինային հարթեցման, բայց միևնույնն է դրանք չեն օգնել։ Լավ, իսկ կտրուկ փոփոխություններ վարսերի հետ կապված, կարծում եմ, կընդունես։ Այո։
բնականաբար կընդունեմ, ավելի շատ կողմ կլինեմ բնականին մոտ գույներին, բայց եթե մասնագետները կտրուկ գույնային գամմաներ առաջարկեն, բնականաբար կընդունեմ դրանք։ Արի որոշենք, Քրիստինե, որ մենք բաց ենք բոլոր փոփոխություններին, պետք է վստահենք մասնագետներին, որպեսզի ստանանք լավ արդյունք։ Իհարկե։ Հա։ Այո, համաձայն եմ։ Պատրաստ ենք, չէ՞։ Այո։ Միանշանակ այո։ Շատ ուրախ եմ, որ ինքը մասնակցում է նման միջոցառմանը։ Քրիստինեն եւ ուսանող է եւ աշխատող, իր կյանքում շատ մեծ փոփոխություն անմիջական պետք է լինի եւ ուսումնական դասերի ընթացքում եւ աշխատանքի ժամանակ։ Նրա ոճը շատ տարբերվում էր, երբ որ ինքը գնում էր եւ դասի եւ աշխատանքի։ Դրա համար ես կուզեի, որ իր ոճում տեսնեի փոփոխություն։ Շատ հաճելի կլինի տեսնեմ եւ մազերին, որը ինքը շատ ձանձրալի է իր համար, ամեն անգամ ինքը իր գանգուրները ուզում է փոխի, բայց դա չի ստացվում։ Շատ կուզեմ տեսնել իր հագուստի մեջ, որի համար շատ մեծ ճաշակով մարդ է հարկավոր նրան դա ուղղություն ցույց տալու համար։ Ես շատ շնորհակալ կլինեմ, երբ որ տեսնեմ Քրիստինեի մոտ իմիջի մեծ փոփոխություն, դա մեր ներկա կյանքի համար, նրա համար դա շատ կարևոր է։ Եվ շնորհակալություն կհայտնեմ այն մարդկանց, ովքեր կարող են ճաշակ մտցնել նրա մեջ։ Քրիստինեն պատրաստ չէ կուրորեն հետևել նորաձևության բոլոր միտումներին։ Նա ուզում է ունենալ նոր ոճ, որը կհամապատասխանի իր անհատականությանը, մարմնի կառուցվածքին եւ կյանքի ռիթմին։ Քրիստինեի նորաձև ուսուցչի կերպարը այսօր կստեղծեն ոճաբան Մարիամ Մելիք-Բախշյանը, դիմահարդար Անի Բահունին եւ ոճաբան վարսահարդար Էրիկա Ղազարյանը։ Ողջույն։ Ողջույն։ Անպայման ուզում եմ նշել, որ Քրիստինեն ապագա ուսուցչուհի է եւ շատ է ուզում փոխել իր ոճը, նոր կերպար ստանալ եւ ամենակարևորը, որ ոճի եւ կերպարի միջոցով նա ուզում է բարձրացնել իր ինքնագնահատականը։ Սա շատ կարևոր կետ է, որ պետք է հաշվի առնենք եւ միանգամից Մարիամ սկսենք, թե ինչպես է պատկերացնում նրա այդ նորաձև ուսուցչի կերպարը։ Նորաձև ուսուցչու կերպարը ես պատկերացնում եմ դասական ոճի մեջ, բայց նորաձև շեշտադրումներով։ Ես պատկերացնում եմ, որ Քրիստինեի կերպարը պետք է լինի միևնույն ժամանակ պրոֆեսիոնալ, վստահություն ներշնչող եւ նաեւ երիտասարդական թարմությամբ։ Եվ նաև ես էլ ավելացնեմ, ինքնագնահատականը անպայման պետք է բարձրացնել հենց այդ նոր կերպարով։ Քրիստինեն ունի գանգուր մազեր եւ ես համոզված եմ, որ դուք առաջարկելու եք վարսերի գույնը փոխել։ Եվ հետաքրքիր է, թե ինչ գույն կառաջարկեք նրա դեմքի, կառուցվածքի, մի խոսքով իր կերպարի համար։ Քրիստինայի մազերը ուսումնասիրելով նկատեցի, որ վնասված են։ Առաջին հերթին կկատարենք խնամք, որից հետո կփոխենք ընդհանուր մազերի գույնը ավելի մուգ շագանակագույն երանգների մեջ, որը կտա նրան ավելի ինքնավստահ ու գեղեցիկ տեսք։ Իսկ սանրվածքը ինչպիսին է լինելու, կտրուկ փոփոխություն լինելու է սանրվածքի մեջ, թե ոչ։ Ոչ, այս անգամ կտրուկ փոփոխություն չի լինելու, կընդգծենք այն ինչ որ ունի, ավելի գեղեցիկ կտրված կտանք, քանի որ գանգուր են նրա մազերը, ես հատուկ տեխնիկայով կկտրեմ, որ հետագայում նա պահի իր գանգուր մազերը։ Ավելի գեղեցիկ, այնուամենայնիվ կտրված լինելու է։ Փոփոխությունը ակնհայտ երևալու է։ Մարիամ, դու այս ամենի հետ համաձայն ես, թե շագանակագույնի հետ, թե կտրվածքի։ Այո, ես կարծում եմ, որ Քրիստինեի մազերը պետք է ավելի մոտեցնենք հենց իր բնական երանգին, որը մուգ շագանակագույնն է։ Ես միանշանակ համաձայն եմ Էրիկայի մտածած փոփոխությունների հետ։ Իսկ դիմահարդարումը ինչպիսին է լինելու։ Դե երեկոյան դիմահարդարումը բացառում ենք, որովհետև այստեղ ունենք ուսուցչի կերպար։ Այո, այստեղ կարծեմ պետք է ստանանք ավելի առօրյայի դետալները շեշտադրելով դիմահարդարում, բայց ես նկատեցի, որ Քրիստինան չէր ձևավորել հոնքերը, այսինքն դրանք իրենց բնական տեսքով էին եւ մենք որոշեցինք նախապես նաեւ հոնքերը ձևավորել։ Եվ դիմահարդարման մեջ շեշտադրումներ կունենանք աչքերի վրա, որովհետև բավականին խոշոր գեղեցիկ աչքեր ունի եւ հայացքը եւս մանկավարժի ձիրքը ավելի ապահովելու համար հայացքը ավելի շեշտադրված կունենանք, շրթունքները ավելի նուրբ, աշնանային
երանգների մեջ։ Այստեղ ուզում եմ նշել, որ Քրիստինեն միշտ վախենում է շրջապատի կարծիքից եւ լարվում է բացասական արձագանքից։ Նաեւ նրա հետ երկար պետք է խոսել թե վարսերը սարքելուց, թե դիմահարդարումը անելուց եւ թե ոճը ստանալու ընթացքում շատ կարեւոր է ինքդ քեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կաս եւ հատկապես եթե որոշել ես ներկայանալ այլ ոճով։ Մարիամ, ավելացնելու բան ունես ոճի հետ կապված։ Պատկերացնենք ուսուցչի կերպարը լինելու է բարձրակրունկներով, կոստյումով, թե այլ։ Ես պատկերացնում եմ կոստյում, պատկերացնում եմ ոչ շատ բարձր կրունկներ, ընդհանուր կփորձենք ստանալ ներդաշնակ կերպար եւ ես վստահ եմ այն ժամանակ, երբ Քրիստինեն իրեն գնայի հայելու մեջ եւ լիարժեք կհավանի իր կերպարը, արդեն շրջապատի կարծիքն էլ վստահ եմ երկրորդական կդառնա։ Շատ հետաքրքիր կերպարանափոխություն եմ սպասվում առջևում։ Շնորհակալություն։ Նախնական փուլում մենք Էրիկայի եւ Աննի հետ քննարկեցինք Քրիստինեի բնական տվյալներն ու աշխատանքային առօրյան։ Մեր նպատակն էր հասկանալ, թե ինչպիսի ոճով մենք կարող ենք պահպանել նրա երիտասարդական թարմությունը եւ միաժամանակ ընդգծել նրա պրոֆեսիոնալիզմը, ուսուցչուհու վստահելի կերպարը։ Մենք միասին որոշեցինք, որ Քրիստինեի ոճը պետք է հիմնված լինի դասականի վրա եւ իհարկե ժամանակակից եւ թեթև շեշտադրումներով։ Մասնագետների հետ քննարկման ժամանակ որոշեցինք շեշտը դնենք մազերի վրա, ունենանք մուգ շագանակագույն մազեր, որպեսզի ավելի բնական եւ կոկիկ տեսք ունենա։ Իսկ վերջում գանգուրները կփոխարինենք ալիքաձև սանրվածքով։ Մասնագետների հետ ունեցանք բավականին բուրըն հետաքրքիր քննարկում։ Յուրաքանչյուրը իր հետաքրքիր դետալավորումներն էր առաջարկում եւ ես փորձել եմ այդ ամենի մեջ պահպանել բալանս, ներդաշնակություն, որպեսզի ունենանք գեղեցիկ գործնական ոճ։ Այս գեստապահարանում գերակշռում է դասական ոճը եւ սև ու սպիտակ գույների համադրությունները։ Այսօր ես ոճաբան Մարիամ Մելիք-Բախշյանի հետ միասին կվերլուծենք Քրիստինեից գեստապահարանը եւ կառաջարկենք հետաքրքիր լուծումներ։ Մարիամ, ինչ տպավորություն ունես առաջին հայացքից, երբ նայում ես Քրիստինեից գեստապահարանը։ Առաջին հայացքից Քրիստինեից գեստապահարանը ասոցացվում է զսպվածության եւ վստահություն ներշնչելու ցանկության հետ։ Այստեղ հիմնականում տեսնում եմ դասական գեստապահարան ստեղծելու միտում, թե գույները, թե ձևացքները խոսում են, որ Քրիստինեն ցանկացել է հնարավորինս զուսպ դասական իր երևի աշխատանքին համապատասխան գեստապահարան ստեղծել։ Այդպես է, չէ, Քրիստինե, ճիշտ նկարագրությունը տվեց Մարիամը, կարծում եմ։ Չկան գույներ, բացակայում են գույները, հատկապես վառ գույները, նույնիսկ պաստելային գույները։ Ինչ խորհուրդ կտաս Քրիստինեին։ Ինչ գույներ ավելացնենք զգեստապահարանում։ Իրականում շատերը կարծում են, որ դասական զգեստապահարանը միայն նեյտրալ գույներ պետք է պարունակի եւ խուսափում են վառ, պաստելային կամ հագեցած երանգներից։ Այո, երբ ասում ենք դասական, միանգամից պատկերացնում ենք սև, սպիտակ եւ այդպես։ Բայց քանի որ Քրիստինեի աշխատանքը իրականում ոչ պաշտոնական զգեստապահարան է ենթադրում, մենք հանգիստ կարող ենք թե գույներ ինտեգրել, թե նույնիսկ թրենդեր, այսինքն պետք չէ անպայման մեր իմացած դասական խիստ զգեստապահարանի հետքերով գնալ, որովհետև ժամանակակից ուսուցչու կերպարը դա չի պահանջում բոլորովին եւ ոչ էլ մեր դեպքում երիտասարդ եւ վառ Քրիստինե։ Այո, այն կարող է լինել նորաձև, ոճային եւ շատ հետաքրքիր կերպար։ Զգեստապահարանի այս հագուստներով ինչ հետաքրքիր համադրություններ կարելի է անել, Մարիամ, ըստ քեզ։ Ցանկացած իր կարելի է ներկայացնել ժամանակակից եւ ոճային լուծումների շրջանակներում։ Բարի փորձենք։ Ինչ եմ փոխանցում քեզ, որ հագուստը կուզես փոխանցեմ։ Քո ընտրությամբ։ Իմ ընտրությամբ գնացինք։
Ես իրականում միշտ խորհուրդ եմ տալիս խուսափել շատ մանր եւ շատ խոշոր պրինտերից, որովհետեւ դրանք վիզուալ ազդում են մարդու կազովացքի եւ հատկապես եթե պրինտը մոտ է դեմքին շատ մեծ ազդեցություն են ունենում նաեւ դիմագծերի վրա եւ կոնկրետ տվյալ պրինտը հատկություն ունի ավելի մեծացնելու տխուր հայացք հաղորդելու դեմքին դրա համար եթե օրինակ դեմքի հատվածին մոտ է տվյալ պրինտը, ես խորհուրդ կտամ տակից անպայման որևէ վերնաշապիկ կամ գույն լինի, հա, երևի թե։ Ցանկալի է սպիտակ, տվյալ դեպքում, որպեսզի ավելի չբարդացնի կերպարը, թեթևություն հաղորդի այս բարդ պրինտին եւ տարիքին համապատասխան լինի։ Ահա, գտանք։ Տեսնում ես համադրություններ կարողանում ենք այստեղ անել զգեստապահարանում։ Ունենք սպիտակ վերնաշապիկ։ Այո, եւ նման պրինտով զգեստը։ Իսկ որ զգեստը կառանձնացնես եւ կասես, որ Քրիստինեն ճիշտ որոշում է կայացրել գնումներ կատարելուց ընտրել այդ զգեստը։ Այլ կառանձնացնեի, կարծում եմ հենց նույն սպիտակ վերնաշապիկի հետ։ Կարելի է ավելացնել ինչ-որ ժամանակակից գոտի, օրինակ, կամ մի քանի գոտի, հիմա շատ ակտուալ է համադրել մեկից ավելի գոտիներ։ Իրական երբ ուզում ենք ոճափոխություն իրականացնել եւ կոմֆորտից դուրս գալը մեզ հեշտ չի տրվում, ոչ մեկին հեշտ չի տրվում, ես խորհուրդ եմ տալիս սկսել աքսեսուարներից։ Եվ գոտին, օրինակ, տվյալ դեպքում կամ կոշիկը, որը դեմքից հեռու է գտնվում, կամ պայուսակը, այսինքն սկսել աստիճանաբար տվյալ դեպքում աքսեսուարներից։ Ես կարծում եմ մենք Քրիստինեի հետ մեծ աշխատանք ունենք անցկացնելու եւ շատ հաճելի գնումների ընթացք է մեզ սպասվում բացատրելով յուրաքանչյուր դետալ առ դետալ, որպեսզի Քրիստինեն հետո ինքնուրույն Մարիամ շատ կարևոր է, որ հետո նա ինքնուրույն կարողանա կողմնորոշվել եւ ճիշտ ընտրություն կատարի։ Մեր նպատակն էլ հենց դա է լինելու։ Մենք ունենք հարցեր Մարիամին մինչ գնումների փուլին անցնելը։ Չէ, հարցեր չունեմ, բայց բնականաբար վստահելու եմ Մարիամին գնումների ժամանակ, որպեսզի կարողանամ հետագայում էլ ինքնուրույն ես էլ թարմացնել զգեստապահարանս։ Կերպարանափոխությունից հետո Քրիստինե, իսկապես շատ եմ ուզում քեզ տեսնել էլ ավելի ինքնավստահ, նույնիսկ կեցվածքը, հայացքը, ամեն ինչը պետք է փոխվի։ Անպայման։ Ես խոսք եմ տալիս։ Իհարկե։ Սիրով, անցնենք առաջ։ Այո։ Զգեստապահարանի վերլուծությունից հետո Մարիամից ստացա հիանալի մասնագիտական խորհուրդներ, թե ինչպես կարող եմ իմ զգեստապահարանը վերափոխել։ Մարիամը նկատառում արեց իմ զգեստապահարանից մի զգեստ, որը պատկանում էր վանդակավոր պրինտների ընտանիքին։ Նա ասաց, որ այդ հագուստը իմ տարիքը շատ մեծացնում է, իր խորհուրդները հաշվի առնելով կօգտագործեմ հետագայում իմ զգեստապահարանը թարմացնելու համար եւ կերտել ժամանակակից ուսուցչուհու կերպարը։ Առաջին հերթին Քրիստինեի զգեստապահարանում անհրաժեշտ է ավելացնել մի քանի կառուցվածքային իրեր, օրինակ լավ նստող պիջակ, դասական տաբատ եւ մի քանի վերնաշապիկ։ Այս իրերը կազմում են իր ապրելակերպին համապատասխան զգեստապահարանի հիմքը, որոնցով նա ցանկացած պահի առանց շատ ջանք թափելու կարող է վստահ կերպարներ ստեղծել։ Ժամանակակից երիտասարդ ուսուցչու կերպարը այսօր չի պահանջում պաշտոնական ներկայացման ձև, այդ իսկ պատճառով ես խորհուրդ կտամ չսահմանափակի միայն չեզոք գույներով, այլև վստահ ավելացնի գույներ եւ պրինտեր։ Քրիստինե, կարծում եմ եկավ ամենասպասված եւ կարեւոր պահը եւ դա հենց գնումների փուլն է։ Մարիամ, խնդրում եմ տաս վերջին ուղղությունները, խորհուրդները եւ անցնենք գործի։ Մենք արդեն ներկայացրինք, որ Քրիստինեի համար պատկերացնում ենք պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ թեթև կերպար, որը համահունչ կլինի իր ուսուցչուհի կերպարին եւ միևնույն ժամանակ կարտացոլի Քրիստինեի էությունը, երիտասարդությունը, կլինի ակտուալ, բայց նաեւ զուսպ։ Բայց ես նաև հուսով եմ, որ Քրիստինեն նաև հաճույք պետք է ստանա այս փուլից։ Բնականաբար, ես շատ մեծ սպասումներ ունեմ հենց զգեստապահարանի փոփոխություններից։ Դե գնացինք գնումների։ Գնացինք։
Մարիամ, ուզում եմ մի փոքր ուղղորդես, որպեսզի հասկանանք եւ ինչ գույներին ուշադրություն դարձնենք այս պահին այս խանութ սրահում, պրինտերին արդյոք արժե ուշադրություն դարձնել, թե ոչ, բայց Քրիստինե, պիտի խնդրեմ նաեւ դու ինքնուրույն կարողանաս այսօր ընտրություն անել եւ Մարիամը իր խորհուրդներով անպայման քեզ կօգնի։ Լավ։ Քանի որ արդեն աշնանային ձմեռային զգեստապահարանի մասին է խոսքը։ Այո, համաձայն եմ, բաց ենք թողնում բոլոր վառ գույները նկատի ունես։ Նկատի ունեմ, որ մենք կարող ենք արդեն մեր զգեստապահարանում ներառել շագանակագույնի տարբեր երանգներ, կանաչի տարբեր երանգներ։ Ավելի տաք եւ փափուկ, հա։ Այո։ Եթե բուն դասական, այսպես ասած, մեզ ծանոթ շագանակագույնը կարող է ինչ-որ տեղ ձանձրալի կամ անհետաքրքիր թվալ, ապա շագանակագույնի մյուս երանգները շատ ավելի հետաքրքիր են, հագեցած են։ Սա այն դասական մոխրագույնն է, որը բոլորի զգեստապահարանի հիմքն է, բայց բացի դասական նեյտրալ գույներից ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այս մուգ կապույտի վրա, որը այս տարի եւս շատ տրենդային է համարվում։ Այո, նաև հիշում եք ավելի տաք սեզոնին դեղինն էր մեզ այցելել եւ այն ոչ միտեղ չի գնում եւ կարող եք փորձարկումներ անել նաեւ աշնանը եւ համադրությունները նույն մուգ կապույտի հետ, նույն մոխրագույնի եւ շագանակագույնի, հա։ Այո, եթե գույները մենք համադրենք ըստ իրենց հագեցվածության, այսպես ասած աստիճանի, ապա ներդաշնակ համադրություններ կստանանք։ Հրաշալի համադրություններ ստացանք, ես կարծում եմ։ Մնում է մի քանի աքսեսուար ընտրել, այ օրինակ պայուսակը, Քրիստինե, որը կընտրեիր։ Որպես ապակա ուսուցչուհի ինձ ավելի հարմար կլիներ այս օրինակը։ Վերցնում ենք այդ օրինակը։ Եվ փոքր եւ սա։ Հիմա ես ուզում եմ ընտրությունը դու ինքնուրույն անես։ Որը կվերցնես։ Փոքրը կվերցնես։ Ավելի հարմարավետ։ Լավ, մենք դեռ այստեղ աքսեսուարներ կընտրենք, բայց կարծում եմ հագուստի առումով պատրաստ է եւ կարող ենք արդեն կատարել մեր փորձարկումները։ Սիրով։ Պիջակը կանացի զգեստապահարանի անփոխարինելի իրերից է դարձել։ Այսօր կընտրենք մեկ պիջակ եւ կկազմենք ոճային հետաքրքիր կերպարներ։ Եթե ուզում եք բազային պիջակին հաղորդել ավելի ինքնատիպ տեսք, առաջարկում եմ փորձել հետաքրքիր հնարք՝ շարֆի միջոցով։ Շարֆից պատրաստեք վարդի տեսքով կրծքազարդ եւ ամրացրեք այն պիջակին։ Էլեգանտ ու ոճային լուծում կստացվի, եթե շարֆը ծալեք եռանկյունաձև եւ պարզապես գցեք այն մեկ ուսին, կոչկելով պիջակը։ Հաջորդ կերպարի համար պետք է մարգարտե երկար վզնոց։ Անցկացրեք այն կոճակի անցքից, պտտեք ու կապեք առջևի հատվածում։ Մարգարիտները երբեք շատ չեն լինում։ Ավելացրեք մի շարան նաև պարանոցին եւ շքեղ կանացի կերպարը պատրաստ է։ Փորձենք նաև այս տարվա թրենդային տարբերակներից մեկը, դրա համար կրկին պետք կգա շարֆը եւ որևէ փոքր աքսեսուար։ Բոլոր տարբերակներն իսկապես շատ դուր եկան ինձ։ Մարիամի հետ գնումները անցավ հիանալի, տվեց մասնագիտական այնպիսի խորհուրդներ, որոնք ես մինչ այսօր չէի կարողանում կիրառել, օգնեց, որպեսզի հետագայում ինքնուրույն գնումներ կատարել եւ ստեղծել իմ ուրույն ոճը։ Գնումների փուլը Քրիստինեի հետ անցավ շատ հանգիստ միջավայրում։ Սկզբում Քրիստինեն խուսափում էր նոր իրեր փորձել, իր համար ոչ սովորական իրեր փորձել, բայց աստիճանաբար մենք հաղթահարեցինք այդ վախը եւ ինձ համար շատ ոգեշնչող էր ամեն անգամ տեսնել Քրիստինեին նոր հագուստ փորձելիս ավելի վառվռուն աչքերով։
Քրիստինան ունի գեղեցիկ արտահայտիչ խոշոր աչքեր, որը ես նաև պատրաստվում եմ դիմահարդարման մեջ ընդգծել։ Եվ ինչպես նկատեցինք, նա շատ բնական հոնքեր ունի, ընդհանրապես հոնքերը հարդարված չեն, դա եւս կփոխենք, իր համար մի քիչ ավելի կտրուկ կլինի այս փոփոխությունը, բայց վստահ եմ, որ շատ գեղեցիկ արդյունք կունենանք։ Քանի որ Քրիստինան առօրյայում չի դիմահարդարվում, ես որոշեցի նրան ինքն իրեն դիմահարդարելու անհատական դաս նվիրել, որպեսզի այդ դասի ընթացքում խորհուրդներով, ուղղություն տալով սովորեցնեմ նրան ինչպես առօրյայում մի քանի քայլով ճիշտ եւ գրագետ դիմահարդարվի։ Քրիստինայի դիմահարդարման շուրջ աշխատելիս, քանի որ նախապես որոշեցի, որ աչքերը ավելի շեշտադրված կլինեն, կօգտագործեմ Smoky Eye տեխնիկա, որի միջոցով աչքերին մի քիչ ծխեցված մաքրություն կհաղորդեմ եւ կոնտուրինգի միջոցով կընդգծենք այդ ոսկրերը։ Քանի որ Քրիստինան ապագայում պատրաստվում է աշխատել որպես մանկավարժ, նա առհասարակ առօրյայում հուսափում է շատ ակտիվ դիմահարդարումներ ունենալուց, բայց այսօր մենք մի փոքր բացառություն կանենք ընդգծելով նրա աչքերը, իսկ հետագայում արդեն նա գեղեցիկ բնական դիմահարդարումներով հանդես կգա։ Լսելով Անիի խորհուրդները, ես հետագայում կկարողանամ ինքնուրույն դիմահարդարվել, որը մինչ այսօր չէի կարողանում։ Անիի նկատառումները հատկապես իմ դեմքի օվալի հետ էին կախված, որ պետք է դիմահարդարումը այնպես կատարեմ, որ չմեծացնի իմ տարիքը, ոճը մնա ուրույն։ Անին ինձ խորհուրդ տվեց հետագայում օգտագործել ավելի նուրբ եւ բնական դիմահարդարում, որպեսզի կարողանամ այդ կերպարով ներկայանալ աշխատանքի։ Քրիստինայի հետ ունենալու ենք բավականին կտրուկ փոփոխություն։ Ունենալու ենք մուգ շագանակագույն մազեր, ավելի բնական, որը կտա ավելի համարձակ եւ գեղեցիկ տեսք։ Մազերի երանգավորումը լինելու է մուգից դեպի բաց իջնող շագանակագույն տաք երանգներ։ Քանի որ Քրիստինայի մազերը կանգուր են, կկատարենք հատուկ կտրվածք, որպեսզի պահենք ավելի գեղեցիկ կանգուրները, իսկ այսօրվա կերպարի համար ունենալու ենք ավելի ալիքավոր մազեր։ Էրիկան զգաց իմ սրտի երազանքը մազերի հետ կապված, ներկերի հետ կապված, Էրիկայի հետ եւս ունեցանք հիանալի աշխատանք, թե վարսերի առումով, թե ինչպես կարողանամ հետագայում խնամել իմ գանգուր մազերը, որպեսզի հետագայում ունենամ բնական եւ հաճելի մազերի երանգներ։ Մարիամ, որպես ոճաբան, ինչպիսին էր քեզ համար Քրիստինեի կերպարանափոխությունը։ Քրիստինեի կերպարանափոխությունը ինձ համար շատ ոգեշնչող էր, որովհետև մենք մեր առջև նպատակ էինք դրել, համադրել պրոֆեսիոնալիզմը, վստահելի կերպարը Քրիստինեի երիտասարդական թարմության հետ եւ ցույց տալ, որ դասական ոճը կարող է լինել ոչ թե խիստ եւ մեծահասակներին բնորոշ, այլ նաեւ երիտասարդական, նորաձև եւ թարմ։ Այո, Քրիստինեն շատ էր ուզում ունենալ նորաձև այդ ուսուցչի կերպարը եւ դրա հետ մեկտեղ ոճի փոփոխությունից ելնելով նա ուզում էր բարձրացնել իր ինքնագնահատականը։ Արդյոք եղավ, ստացվեց։ Ես կարծում եմ, որ այն կտրվածքները, այն սիլուետը, այն գունային խաղը, որ մենք ընտրել ենք Քրիստինեի համար, իրեն կօգնեն, որպեսզի դասարանում ել ավելի վստահ եւ համարձակ զգա իրեն։ Ամենավերջում, երբ պատրաստ էին նրա վարսերը, դիմահարդարումը, կերպարը, ամբողջական էր, այսպես ասեմ, հայացքը, քայլվածքը փոխվել էր Քրիստինեի։ Ինձ համար մեր աշխատանքի ամենաոգեշնչող մասը հենց այն էր, որ Քրիստինեն իրեն սկսեց այլ աչքերով տեսնել, որպես երիտասարդ, բայց միևնույն ժամանակ ինքնավստահ, պրոֆեսիոնալ ուսուցչուհի։ Համոզված եմ, որ հեռուստադիտողներն է անհամբեր ուզում տեսնել Քրիստինեի ամբողջական կերպարը, այնպես որ Քրիստինե, հրավիրում ենք քեզ այստեղ։ Վաու։ Իսկապես վերաիմաստավորված ինքնավստահությունը բարձրացած։
Քրիստինե, շատ հրամայիչ տեսք ունես, իսկապես եմ ասում, եւ ես համոզված եմ, որ բոլորը հիացած են լինելու։ Ես էլ վստահաբար։ Քրիստինե, ես ուզում եմ պատմես այդ կերպարանափոխության ընթացքի մասին, որ հատվածն է հատկապես քեզ շատ դուր եկել։ Սկեստապահանի թարմացումը, Մարիամը գտավ իմ ոճը, իսկական ուսուցչու կերպար կերտեց, Բարսելի փոփոխությունը իսկապես ինձ բերեց այն կերպարին, ինչ որ ես էի ցանկանում ինձ տեսնել։ Հրաշալի է, Քրիստինե, հրաշալի է, իսկապես եմ ասում, ես, այսպես ասեմ, շատ ոգևորված եմ վերջում տեսնել այս տեսքը եւ ամենակարևորը աչքերի փայլը Քրիստինեի։ Անհամբեր սպասում ես տատիկի արձագանքին։ Այո, ես էլ եմ ուզում այն փայլը տեսնել, ինչ որ իմ հիմա այս բային իմ փայլող աչքերն են։ Բայց այնուամենայնիվ լարվում ես, մտածում ես, որ միգուցե չհավանի տատիկը, թե երբ տեսար հայլու մեջ քո կերպարը, արդեն իսկ համոզված ես, որ լավ է լինելու։ Իմ ինտուիցիան ինձ միշտ չի խաբել եւ վստահ եմ, որ տատիկն էլ կերպարանափոխություն շատ կհավանի։ Իսկ մայրիկը։ Չգիտեմ, չեմ կարող նշել։ Իրականում շատ կուզեի, որ այսօր ներկա լիներ եւ մայրիկը, եւ քույրիկը, եւ տատիկը, որպեսզի երեքի արձագանքը ել ավելի հստակ մենք տեսնենք, բայց նաեւ ես շատ կցանկանայի, որ ամենակարևոր արձագանքը լիներ հենց քոնը, եւ եթե դու համոզված ես, որ այն գեղեցիկ է, ապա այլևս չենք սպասում շրջապատի արձագանքին, միայն վստահում ենք մեր աչքերին։ Այդպես չէ, Մարիամ։ Ես այդպես կանեի։ Ես հենց այսօրվանից սկսում ենք նոր քայլերով դեպի նոր ապագա։ Դե գնացինք տեսնենք, թե տատիկը ինչպես է քեզ դիմավորելու։ Գնացինք։ Հիմա ոնց է տեսքս։ շատ բարձր ճաշակ։ Երբ դուրս գալիս է։ Հաճելի, իհարկե։ Շատ հաճելի։ Դուրս գալիս է նոր կերպարանափոխությունը։ Իհարկե։ Միշտ կմնաս նույն ճաշակին, նույն հագուստով, նույն բարձր այո։ Ինչ-որ փոփոխություններ քո։ Շատ են փոփոխությունները եւ շատ հաճելի է այսպես տեսնել քեզ։ Իսկ դու մազային փոփոխությունները։ Քո գանգորդները որ չկան, մի քիչ դա ինձ համար նորություն է, բայց հաճելի է, շատ ավելի լավ։ Ավելի լավ է, իհարկե ավելի լավ է։ Շնորհավորում եմ։ Ես տեսա Քրիստինեին, շատ զարմացա, շատ հիացա, մեծ փոփոխություն, ճիշտ է ինքը միշտ ցանկանում էր նման փոփոխություն, բայց ասեմ ճիշտը չէր կարողանում ձեր օգնությամբ, ով որ մասնակցեց նրա իմիջը փոխելու համար, ես շատ շնորհակալ եմ։ Ինքը թող շարունակի այդպիսի նման ճաշակ, որը շատ կարևոր է մարդի համար, դա կապ չունի տարիքը, աշխատանքը, ուսումը, պետք է մարդը միշտ հագնվի ճաշակով, թեկուզ հասարակ, բայց ճաշակով։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։ Քրիստինեի կերպարանափոխության ամենակարևոր մասն ինձ համար այն էր, որ նա սկսեց իրեն տեսնել նոր ձևով, որպես երիտասարդ, ոճային եւ վստահ ուսուցչուհի։ Այս ոճը ոչ միայն արտաքին կերպարանափոխության մասին էր, այլև ներքին ուժի աղբյուր, որը նրան կօգնի աշխատանքում եւ առօրյայում։ Վերջնական կերպարանափոխությունը իսկապես ինձ դուր եկավ, ինչպես նշել է, ես ունեի ցածր ինքնագնահատական, որը այս կերպարանափոխության միջոցով բարձրացավ։ Հետագայում եւս կօգտագործեմ այն խորհուրդները, ինչ որ տվել են ոճաբանը, դիմահարդարը եւ արսահարդարը։ Ես ինձ պատկերացնում էի հենց այս ոճում եւ ոճաբանի հետ աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքները։ Ես իսկապես գոհ եմ իր կատարած աշխատանքից, կերպարանափոխությունից, հագուստներից, չունեմ ոչ մի դժգոհություն, ես կերտեցի իմ ուսուցչուհու վեհ կերպարը։